Օրվա վերջում, երբ մթությունն արդեն թանձրացել է քաղաքի վրա, Ադամյանների տանը լարվածությունը չի նվազում։ Վռամն ու Սոնան ծանր զրույցի մեջ են։ Վռամը, ում հոգին ալեկոծված է վերջին իրադարձություններից, հագնվում է և հայտարարում, որ պետք է անհապաղ դուրս գա Լալային տեսնելու և նրա հետ խոսելու։ Սոնան, նայելով ժամացույցին, անհանգստացած փորձում է կանգնեցնել ամուսնուն, չէ՞ որ արդեն բավականին ուշ ժամ է, և նման այցելությունը կարող է սխալ հասկացվել կամ նոր խնդիրներ ստեղծել, բայց Վռամն անդրդվելի է։ Նա կտրուկ պատասխանում է, որ ոչ մի խնդիր չկա, իրեն օդի պես անհրաժեշտ է այդ հանդիպումը և վճռականորեն դուրս է գալիս տանից։ Սակայն այն, ինչ նրան սպասվում էր հյուրանոցի դիմաց, վերջնականապես գլխի վայր է շրջում նրա ողջ աշխարհն ու պատկերացումները։ Մոտենալով հյուրանոցի շենքին, Վռամը կանգ է առնում ստվերում և քարանում։ Լապտերների լույսի ներքո նա տեսնում է Լալային, բայց նա մենակ չէ։ Նրա կողքին կանգնած է Աբոն, իրենց ընտանիքի թշնամիների ճամբարի գլխավոր հենասյունը։ Վռամի շունչը կտրվում է, երբ նա տեսնում է, թե որքան մտերմիկ ու ջերմ են նրանք զրուցում, իսկ այն, ինչ տեղի է ունենում վայրկյաններ անց, վերջնական մահացու հարվածն է հասցնում նրան։ Լալան անասելի քնքշությամբ ու սիրով գրկում է Աբոյին։ Վռամը կատարյալ շոկի մեջ է։ Կինը, ում նա վստահում էր, ումից խորհուրդ էր հարցնում և ում համարում էր իր դաշնակիցը, իրականում ջերմագին խառնվում է իրենց ամենամեծ թշնամու հետ։ Դավաճանության զգացումը խեղդում է նրան։ Մինչ Վռամը պայքարում է իր փլուզված պատրանքների հետ, Աբոն վերադառնում է տուն, որտեղ նրան դիմավորում է Միքոն։ Միքոն վերջերս է իմացել Նարեի հղիության մասին և չի կարողանում զսպել իր զայրույթն ու զզվանքը։ Նա համոզված ասում է Աբոյին, որ Արմոն պարզապես ստոր շահամոլ է, ով հաստատ միայն փողի ու կարգավիճակի համար է ամուսնացել հղի Նարեի հետ։ Աբոն ուշադիր լսելով Միքոյին ծանր հոգոց է հանում, նայում է նրա աչքերին ու տալիս մի հարց, որը կայծակի պես հարվածում է սենյակում։ Իսկ դու ինչով ես այդքան վստահ, որ այդ երեխան հենց Արմոյինն է։ Միքոն մի պահ կանգ է առնում, նրա դեմքի արտահայտությունը վայրկենապես փոխվում է։ Ուղեղում սկսում են պտտվել հազարավոր մտքեր։ Նա ապշած, լայն բացված աչքերով նայում է Աբոյին և հազիվ լսելի ձայնով հարցնում. Ինչ ես ուզում ասել, որ այդ երեխան Հայկինն է։ Միքոն ինքն էլ է սարսափում իր տված հարցից։ Նա գիտակցում է, որ եթե դա իրականություն է, ապա կատարվում է ամենասարսափելի ողբերգությունը։ Հայկի արյունը գտնվում է Վարոյին սպանող հրեշի՝ Արմոյի ձեռքերում։ Իսկ մինչ Միքոն ու Աբոն բացահայտում են այս սարսափելի ճշմարտությունը, Ադամյանների տանը հերթական մղձավանջն է։ Արմոն, զգալով իր բացարձակ անպատռելիությունը և օգտվելով այն հարմար առիթից, որ Սաքոն իր իսկ փոխած դեղերի ազդեցության տակ հերթական անգամ կորցրել է բանականությունն ու տանջվում է խելագարության նոպայի մեջ հարևան սենյակում, անցնում է հարձակման։ Նա մոտենում է անպաշտպան Նարեին և սկսում է հոգեբանական ու ֆիզիկական տեռորը։ Փորձելով բռնի ուժով տիրանալ աղջկան, նա ցինիկաբար ֆշշացնում է նրա դեմքին, որ թեև իրենք թղթով ամուսնացած են, բայց Նարեն այդպես էլ չի ենթարկվեց ու իրենը չդարձավ։ Նարեն, հավաքելով իր վերջին ուժերը, սկսում է հուսահատ գոռալ։ Նա ջրով լի բաժակը ողջ թափով շպրտում է Արմոյի դեմքին։ Սառը ջուրը ոչ թե սթափեցնում է Արմոյին, այլ վերջնականապես հանում է նրան հունից։ Արմոյի աչքերը լցվում են կատաղությամբ, և նա պատրաստ է անել ամենավատը։ Սիրելի հետևորդներ, իրադարձությունները հասել են եռման վերջին կետին։ Ինչ քայլերի կդիմի Միքոն հիմա, երբ գիտակցեց, որ Արմոյի տանը մեծանում է Հայկի երեխան, արդյոք նա կփորձի անհապաղ կապ հաստատել Հայկի հետ։ Եվ ամենակարևորը, ով կփրկի Նարեին կատաղած Արմոյի ճիրաններից այս անօգնական վիճակում։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և ամենահամարձակ կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր վերլուծություններին։